Դեռ 2 տարի առաջ իմ և կինոռեժիսոր Մոսկվայի կինոռեժիսուրայի պետական համալսարանի շրջանավար Տարիկ Մանուկյանի մոտ միտք հղացավ նկարահանել մի ֆիլմ, որտեղ անաչառ կներկայացվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ընդհանրապես այս թողուբոհում հայ-ադրբեջանական կրքերի անաչառության մասին խոսելը շատ բարդ է, հաշվի առնելով տեղի ունեցող աղավաղումները երկու կողմերից։ Ընդհանրապես ինձ թվում է գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ տեղեկատվական պատերազմը ցավոք Ադրբեջանի ոտից գլուխ աղավաղված տեղեկատվությունը հաղթում է։ Այս առումով չափազանց անհրաժեշտ համարեցինք նկարահանել մի ֆիլմ, որտեղ անաչառ կներկայացվեն մեր ժողովուրդների կոնֆլիկտի, կներկայացվի ժողովուրդների կոնֆլիկտի պատմությունը և դրանից հետևող իրողությունները։ Մի անգամ ընդհանրապես ընդունված պրակտիկա է, որ երբ սկսում են նկարահանել ինչ-որ ֆիլմ, հաղորդագրություն են տարածում, որ սկսել է նկարահանվել այսինչ ֆիլմը, դերասանները սրանք են, ռեժիսորները սրանք, ֆինանսավորվում է սրա միջոցներով, և առաջին հաղորդագրությունից հետո ֆիլմի մասին Մոսկվայում սկսվել են նկարահանումները, շատ բուռն արձագանքեց ադրբեջանական մամուլը։ Մեզ քննադատում էին, ամեն կերպ փորձում էին ցեղլեցնել մեր նախաձեռնության վրա։ Ուրեմն ինչին հետևեց Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլու հանդիպումը ադրբեջանցի դերասանի հետ, որը համաձայնություն էր հայտնել նկարահանվել մեր ֆիլմում ադրբեջանցու դերում, և նա համոզեց նրան դուրս գալ նախագծից։ Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 93 թվին ընկնելով իրար հետևից, սա Արիկի հարցազրույցն է Թուրան գործակալությանի դեմ, ընկնելով իրար հետևից հայն ու ադրբեջանցին զինվորներ ընկնում են խորը հորի մեջ։ Նրանք լավ գիտակցում են, որ առանց միմյանց օգնելու այնտեղից դուրս գալը ռեալ չէ և նրանց միջև երկխոսություն է ծավալվում։ Երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջոցով մենք փորձել ենք բոլորովին անաչառ, ոչ մի պրոպագանդիստական նպատակ չի հետապնդել մեր նախաձեռնությունը, հանել մեծ էկրաններին մեզ հուզող հարցերը, բայց ցավոք մեզ չհաջողվեց դա անել Փոլադ Բյուլբուլօղլու այդ նենգ գործողության պատճառով։ Հիմա մենք բանակցություններ ենք, փաստորեն դեկտեմբերին նկարահանված 80%-ը ֆիլմի ջուրը գնաց, որովհետև այլևս անհնար է դա ինչ-որտեղ ցուցադրել, մենք կքաշենք նաև այն դերասանին, որը համաձայնություն էր հայտնել նկարահանվել մեզ հետ, նրա մոտ Բաքվում ապրում է իր ընտանիքը, ուրեմն գտել ենք նոր դերասանի Ռուսաստանի հարավում գտնվող թատրոններից մեկում, որը գումարով մենք այս ամենը նպաստեց նրան, որ որոշակի անձինք հետաքրքրվեցին մեր նախագծով և պատրաստակամություն հայտնեցին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու, նրան կարողացանք համոզել մասնակցել, այժմ Մոսկվայում սկսել են նոր նկարահանումները և պրեմիերան նախատեսվում է իրականացնել մայիսի վերջին Մոսկվայում։ Ահա այս Սերժ Սարգսյան решил сыграть ռոլ Գեբելսը մեղադրում էին Սերժ Սարգսյանին, իբր նա է կանգնած մեր ֆիլմի հետևում, բայց իրականում ոչ հայկական, ոչ ադրբեջանական իշխանությունների հետ որևէ համագործակցություն այս ընթացքում չի եղել։ Բուռն արձագանքեց տեղեկատվությանը թե հայկական, թե ադրբեջանական մամուլը և շատ ճիշտ նկատեց Թուրան գործակալության մեկնաբանը այս վերջերս հրապարակված նյութերից մեկում նշելով, որ եթե չլիներ այսքան զանգվածային հակաքարոզչություն ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, մեր ֆիլմը դժվար թե այսքան շուտ հայտնի դառնար ադրբեջանական հասարակությանը։ Փաստորեն իրենք դարձան իրենց հակաքարոզչության զոհը։ Սա մեզ հրավիրում են Բաքու բուժվելու։
3W Prervan գծիկ Pesnya.ru հասցեով գործում է մեր պաշտոնական կայքը, որը գործարկման հաջորդ օրը 26 անգամ ենթարկվեց հաքերների գրողներին, որոնցից մեկը ապարդյուն չէր, կարողացան կոտրել։ Մենք կարճ ժամանակում վերականգնեցինք կայքը։ Հիմա պայմանավորվածություն ձեռք բերվեց մոսկովյան ինտերնետ կայքերի ապահովությունը երաշխավորող կազմակերպություններից մեկի հետ, որը այս պահին զբաղվում է մեր կայքի պաշտպանությամբ հաքերների հարձակումներից։ Ուրեմն սա մեր կայքի բացման մասին է։ Այսքանը երևի։ Ունեմ ժամանակ։ Հարցեր, երևի։ Խոսամ։ Մենք նկարահանում ենք Մոսկվայի Մոսֆիլմի պավիլյոններից մեկում։ Սկզբից տարածք ենք վարձել, բայց հետո այս երկրորդ շրջանը նկարահանում ենք այդտեղ։ Ուրեմն բանա Թուրան գործակալությանը տված հարցազրույցը շատ մեծ աղմուկ բարձրացրեց։ Թուրանի վրա հարձակվեցին բոլոր մյուս լրատվամիջոցները, դե գիտենք, որ բացի Թուրանից եւ Zerkalo թերթից բոլոր լրատվամիջոցները ադրբեջանական ղեկավարվում են մի կետից, մի կենտրոնից, ժողովրդավարության վիճակը շատ ավելի անմխիթար է, քան Հայաստանում, չնայած փորձում են ինչ-որ ձևով համեմատականներ անցկացնել, եւ հրահանգ ստացվեց ամենաբարձր մակարդակով խոչընդոտել մեր ֆիլմին։ Իրենք էլ չհասկացան, որ դրանով իսկ շատ մեծ գովազդային արշավ կազմակերպեցին։ Հիմա այն դերասանը, որը պատրաստակամություն է հայտնել նկարահանվել, որը հիմա նկարահանվում է, պատրաստվում է նկարահանումներից հետո պլաստիկ վիրահատություն անել։ Սերը փոխել։ Չէ, սերը փոխելու մասին խոսք չկա, ինչա։ Ֆիլմի ավարտը չեմ ուզում ասել, ինձ թվում է հետաքրքրությունը կկորի, վիրահատություն անել և տեղափոխվել Եվրոպա։ Այդ պլաները Եվրոպա տեղափոխվելու վաղուց ուներ, ինչպես ֆինանսավորում էր այն մարդիկ, ովքեր հետաքրքրվեցին մեր նախագծով։ Դե ինքը իր հոնորարից կհոգա այդ ծախսերը։ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն այդքան հարձակվեցին ձեր վրա, իսկ մեր իշխանությունները ինչ-որ տեսվի շնորհակալության նման անգամ։ Ոչ ոք չի կապվել մեր իշխանություններից մեր հետ։ Դա մենք կանխատեսելի էր, դա։ Ես ուզում եմ մի հաղթավ ձեզ անաչառության մասին օրինակով ասեմ, որ հասկանալի լինի, պրովոկատիվ օրինակ եմ ասում։ Հայերը համարում են, որ Սումգայիթը արվել է ադրբեջանական ժողովրդի կողմից հայ ժողովրդի դեմ։ Ադրբեջանցիները համարում են, որ Սումգայիթը արվել է հայերի կողմից իրենց դեմ։ Այստեղ անաչառ պոզիցիան որն է ձեր։ Գոյություն ունեն այդ դեպքերի վերաբերյալ արտասահմանյան միջազգային մամուլի բազմաթիվ հրապարակումներ եւ ինձ թվում է մեծ պարզ է անաչառությունը այդ դեպքերի վերաբերյալ։ Ես թվում է, որ պարզ է, իսկ իրականում մեծ հարցական է։ Հնարավոր է արդյոք հայ թիմի կողմից ֆիլմ անել պատերազմի մասին, որ անաչառ է։ Հնարավոր է։ Եվ նաեւ հարց է առաջանում, արդյոք պետք է դա։ Մի բան է ասել։ Այս ֆիլմը անաչառությունը որ ցույց տա, դա Հայաստանի օգտին է։ Այդ եմ ասում, այսինքն ես էլ եմ ասում։ Գիտեք ինչ, ինձ թվում է Ադրբեջանը կարողացել է այս տարիների ընթացքում միջազգային հանրության մոտ կարծիք ձևավորել ամբողջովին խեղաթյուրելով իրողությունները։ Մենք ուզում ենք ցույց տալ իրականությունը, ոչ մի բան չենք պատրաստվում ուղղել։ Բայց ոնց կարող է մի կողմ է իրականությունը։ Այսինքն պատկերացրեք մարդու կնիկ են, ապա հարժանի վիճակում են, իջանում իրար սպանեն։ Հա? Ոնց կարող է մենակ մի կողմ է իրականությունը։ Գիտեք, բազմաթիվ համատեղ նախագծեր են փորձել իրականացվել այս տարիների ընթացքում եւ դրանք բոլորը հանգել են ինչ-որ ամյոպա նախագծեր են վերջում դուրս եկել, այսինքն ոչ մի ասելիք չեն ունեցել։ Այս դեպքում ինձ թվում է համատեղ նախագիծը անտեղին է։
ինչ։ Ֆիլմը կլինի մայիսի վերջին, մենք մայիսի 29-ի համար պայմանավորվել ենք Օկտյաբրսկի կինոթատրոնի հետ։ Կլինի պրեմիերան մայիսի 20-ի հունիսին։ Հունիսին կլինի Երևան։ Всё? Շատ շնորհակալություն։ Դա վերջի հարցը, քանի որ այդքան պահեցին։ Լիքը վերջի հարցեր կա։ Դա առաջ չվիճենք ժամանակը գնում, արագ։ Վերջը կարող եք շատ արագ ասել, թե այն ֆիլմը, որ պատմում է, թե ինչպես հայը եւ ադրբեջանցի միմյանց օգնելով փոսից դուրս են գալիս, ինչ ասոցիացիաները կարող առաջացնել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եւ արդյոք պետք է առաջացնել։ Ինչ որտեղ ասոցիացիաներ պետք է որ առաջացնի, քանի լուծված չի Ղարաբաղյան խնդիրը, մենք փոսի մեջ ենք երկուսս էլ։ Մենք փոսի մեջ ենք ու չընդունել դա չգիտեմ։ Երկուսս էլ դուրս գանք երևի։ Լավ, այդ փոսի մասին խոսենք։ Լավ, շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Jsem